հրապարակ եկել, որ ընտրազանգվածն է գնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետևից, Սամվել Կարապետյանի հետևից եւ արդյոք հիմա նաեւ տեսակետ կա, որ Սամվել Կարապետյանը շատ ձայներ ոչ թե տանում է Նիկոլից, այլ ձայներ է տանում Ռոբերտ Քոչարյանից։ Այդպես է թե այդպես չի եւ ընդհանրապես ոնց է գնահատում եւ իր հիստերիան նաեւ գործիք է դες այդ հարցը տվեց, պայմանավորված է նրանում, որ ունի ինքն էլ ունի թվերը։ Ինչ թվերի մասին։ Ես դրա մասի պատասխանել եմ։ Տեսեք, ինչ վերաբերում է որն է Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը կամ քաղաքապայմանագրի, գիտեք, շատ ավելի ամեն ինչ պարզ կլիներ, շատ ավելի հեշտ կլիներ ասել, որ դրանք միայն, այսպես ասենք, աղային խավն է, որը աղքատ է ընդհանուր առմամբ։ Ես կարծում եմ, որ դա միանշանակ չէ, այդպես չէ, այսինքն այնտեղ կան նաև աղքատ եւ ասում ենք, ընդհանրապես տրամաբանական չի, երևի թե որ այն խավը, որը որ իշխանության գործնեության վատ արդյունքում աղքատ է լինում, անգած սկսում է ընտրել հենց այդ նույն իշխանությանը ընդհանուր առմամբ։ Այստեղ ես կարծում եմ, երբ ոչ թե աղքատության մասին է խոսքը, այլ ինտելեկտուալ մակարդակի մասին է խոսքը, այսինքն որքանով են adekvat այդ խավերը ընդհանուր առմամբ։ Եվ այստեղ որևէ էական նշանակություն չունի, աղքատ են, հարուստ են, միջին կարողությունների մարդիկ են, թե չէ։ Դա է խնդիրը, այսինքն իր ընտրազանգվածում կան մարդիկ, որ բավականին հարուստ են ընդհանուր առմամբ, որոնք միջին կարողություններ ունեն, որովհետև այդտեղ ամենահասկանալի մասն է, որովհետև այդ մարդիկ օգտվողներն են այս ռեժիմից, իրենց համար առաջնայինը սեփական բարեկեցությունն է, այսինքն ինչպես շատ բիզնեսմեններ են լինում, ասում են, որ բան չէ, ամենակարևորը մեզ համար, որ հարկայինը այլևս չի գալիս, ասած չգիտեմ, ՀԴՄ չի խփում կամ փող չի ուզում, հավելյալ փող չի ուզում, մնացածը իրենց չի հետաքրքրում, Արցախը, անվտանգությունը, երկրի ապագա կարգավիճակը, այսինքն այդ մարդիկ են, որոնք օգտվում են այսօրվա ռեժիմի գոյությունից այս առումով։ Կա հատված, որը ոչ թե աղքատությամբ է բնորոշվում, այլ իրենց adekvatությամբ, այսինքն որովհետև շատ է դրա մասին խոսվել, որ այսօրվա իշխանության կողմնակիցների մի հատվածը դա քաղաքական աղանդի, այսպես ասենք, աղանդին բնորոշ մտածելակերպ ունեցողներ են, որոնք ընդհանրապես պատկերացում չունեն եւ չեն կարող ձեզ ուդաբաշ բացատրել, թե օրինակ իրենք ինչու են գնալու ընտրեն օրինակ Նիկոլ Փաշինյանին, ընտրում են, որովհետև իրենք սիրում են դա, ինչպես ցանկացած աղանդ, տոտալիտար աղանդի ներկայացուցիչ ինքը լավ չի պատկերացնում ինչի է այդ աղանդի ներկայացուցիչ, բայց ասենք ինքը դրա կողմնակիցը հետևորդ է։ Այսինքն այստեղ բազմաշերտ է այդ ընտրազանգվածը։ Կան օգտվողներ, ուղղակիորեն օգտվողներ, որոնք ունեն շատ մերկանտիլ հաշվարկներ եւ կան մարդիկ, որոնք իսկապես նույնիսկ չեն կարող բացատրել եւ կան լատենտ ընտրողներ, որոնք արդեն իսկ ամաչում են օրինակ սոցիոլոգիական հարցումների ժամանակ խոստովանել, որ իրենք ընտրելու են այսօրվա իշխանություններին եւ երբ սովորաբար իրենց հարցնում են, իրենք ասում են գիտեք Նիկոլ Փաշինյանը կամ իր քաղաքական թիմը դա վատ է, բայց հենց այդ բայցը կա, ուրեմն դուք արդեն կարող եք գրեթե 100% վստահությամբ ասել, որ դրանք լատենտ ընտրողներ են եւ ընտրության օրը իրենք գնալու են, իրականում ընտրելու են։ Այսինքն, երբ սկսվում է բայց նախկինները, բայց թալանչիները եւ այլը, դա այսպես ասենք հոգեբանական առումով մատնում է իրենց, որ իրականում Նիկոլ Փաշինյանի ընտրողներ են, բայց իհարկե հիմա հասկանում են, որ տրենդը մի քիչ ուրիշ է եւ դա միշտ չի որ շահեկան է, նույնիսկ ամոթ է շատ դեպքերում խոստովանել եւ փորձում են չխոստովանելով այնուամենայնիվ հետագայում գնալու են ընտրել Նիկոլ Փաշինյանին, այնպես որ այս 3 հիմնական սեգմենտը կա Նիկոլ Փաշինյանի ընտրողների միջև։ Իհարկե այստեղ կա նաև տարբերակում, ասենք ավելի շատ գյուղական համայնքի բնակիչներն են, դրա մասին արդեն քիչ առաջ խոսեցինք, նաև վատ ինֆորմացված լինելու պատճառով կամ այլընտրանքային որևէ ինֆորմացիա չունենալու պատճառով, բայց սա ուղղվող պրոբլեմ է, քանի որ առաջիկայում արդեն երբ ավելի ակտիվանան արշավները դեպի մարզեր, դեպի գյուղեր, ես կարծում եմ այդ մթնոլորտը փոքր-ինչ կուղղվի։ Ինչ վերաբերում է
թե անդիմադիր զանգված անդիմադիր ուժերից որը ինչ թիրախային խմբեր ունի կամ ինչ ընտրական սեգմենտներ ունի, ես կարծում եմ օրինակ Հայաստան դաշինքը բավականին ընդգծված իր սեփական միայն իրեն բնորոշ սեգմենտ ունի, դա արմատական տրամադրված ընտրազանգվածն է, որոնց համար դոմինանտ գաղափարը դա ընտրել մի քաղաքական ուժի մի նոր իշխանության կամ իշխանության մի հատվածի, որը որ անպայման պատժելու է այսօրվա վարչախմբին, պատժելու է, ասենք, բոլոր այն կորուստների համար, բոլոր այն զրկանքների համար, երկիրը Արցախը եւ Հայաստանի մի մասը թշնամուն հանձնելու համար եւ այլ մնացած մեղադրանքների համար։ Բնականաբար դա հասկանալի է, այսինքն այստեղ կա բավականին ունիկալ ընտրազանգված, որը որ թերևս Ռոբերտ Քոչարյանի հետ է կապում իր հույսերը եւ այդ ընտրազանգվածը պոտենցիալ առումով ինքը փոքր չէ, քանի որ այն ինչ տեղի ունեցել երկրի հետ վերջին 8 տարվա ընթացքում ինքը առաջացրել է նաեւ խավ, որը որ քրիտիկական առումով դժգոհ է եւ դժգոհ է, այսինքն 5000-ին մոտ զոհվածներ, Արցախի կորուստ, Հայաստանի ըստ էության նվաստացում, արժանապատվության կորուստ, տնտեսական անհաջողություններ, ընդհանրապես դժվար է գտնել ոլորտ, որտեղ կա որևէ լուրջ արդյունք, այսպես ասենք, եթե չասենք քրիտիկական մասշտաբի կորուստներ են եղել մանավանդ անվտանգային հարցերով եւ հումանիտար հարցերով, հա, այս առումով։ Այնպես որ Ռոբերտ Քոչարյանը ունի ըստ էության իր ուրույն ընտրազանգվածը։ Ինչ վերաբերում է Ուժեղ Հայաստանին, Ուժեղ Հայաստանի առավելությունը այն է, որ Ուժեղ Հայաստանին որևէ ձև օբյեկտիվորեն չես կարող կապես այն նարատիվների հետ, որոնք 8 տարի հնչել են, նախկիններ, ներկաներ, չգիտեմ, թալանչիներ եւ այլը, հա, ապօրինի գույք ունեցողներ, գիտեք այդ նարատիվները։ Այսինքն դա այն ուժն է, որի ղեկավարը Սամվել Կարապետյանը որևէ կերպ ուղղակիորեն չի առնչվում, այսպես ասենք, այդ բոլոր հնարավոր բնորոշումների հետ, բնութագրերի հետ, հա, որոնք տրվում են սովորաբար մեր ավանդական ընդդիմությանը, եւ Սամվել Կարապետյանի ուժի, Ուժեղ Հայաստանի հիմնական առավելությունը նա է, որ իրենք ըստ էության հանդիսանալով այլընտրանք բոլոր այդ նարատիվներին, իրենք կարողանում են ոչ միայն ավանդական, այսպես ասենք, ընդդիմադիր ընտրազանգվածից ձայներ տանել, այդ թվում աշխարհաքաղաքական հայացքներից ելնելով եւ այլը, այլ նաեւ այլ ընտրազանգվածից, որը որ սովորաբար չի մասնակցում ընտրություններին, այսինքն որոնք ավանդաբար չկողմնորոշված են իրենց համարում եւ հավերժ սպասում էին այն ինչ-որ մի այլընտրանքի, որը վերջապես գալու է։ Եվ հիմա իմիջիայլոց սոցիոլոգիական հարցումներից եթե խոսենք, ապա եթե բոլոր սոցիոլոգիական հարցումները դնում ենք իրար կողք, ապա գոնե մի կետ կա, որի շուրջ մենք որոշակի ընդհանրություն տեսնում ենք։ Այդ ընդհանրությունները ընդհանրապես սոցիոլոգիական տարբեր կազմակերպությունների արված հարցումներում բավականին քիչ են լինում ընդհանրություններ շատ դեպքերում, բայց գոնե մի կետում ընդհանրություն կա, որ մասնակցությունը կարծես թե շատ ավելի բարձր է լինելու, քան սովորաբար վերջին տարիներին եղել է, առնվազն այս պայդրությամբ խոսքը գնում է հստակ 55% մասնակցության մասին, որը որ ցույց է տալիս, որ այն ուժերը, մանավանդ այն ուժերը, որոնք նոր են մտել դաշտ, որոնք այլընտրանք են հանդիսանում, չեմ ուզում ասեմ շտամպերով խոսեմ, երրորդ ուժ են լինելու, բայց այնուամենայնիվ իրենք կարողացել են արտնասնել պասիվ ընտրազանգվածի մի հատվածին, մոտավորապես արդեն 7-ից 8%։ Առնվազն, եթե համարենք, որ միշտ 47-48% էր վերջի մի քանի համապետական ընտրությունների ժամանակ եւ իմիջիալոց նաեւ ակնկալվում է, որ այդ տոկոսը կարող է ավելանալ նույնիսկ մինչեւ 60%, ամենայն դեպս հարցումներից մեկում 55%-ը հստակ էր,
եւ ավելի շուտ կմասնակցեն եւս 5% էլ կար, բայց դա այսպես ասենք մենք վերցնենք գոնե ամենաներքևի շեմա, 55%-ը։ Այս առումով ես կարծում եմ այն ընտրազանգվածը, որը որոշակի հույսեր ունի իր սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու հետ կապված, առանձնակի հույսեր են կապում հենց ուժեղ Հայաստանի հետ, որպես մի ուժի, որի առաջնորդը լինելով գերհաջողակ բիզնեսմեն, Forbes-ի ցուցակի վերջի տարիներում մշտական անդամ, ինքը ինչ խոսք է տալիս, իր խոստվածը ընկալվում է որպես իրական ծրագիր, այդ ասում է ուրեմն կանի, եթե խոսքը վերաբերում է տնտեսության մասին, 300,000 աշխատատեղի, ասում է կանի, եթե ասում է, որ զրոյական դրույքաչափ է լինելու, ասենք փոքր միջին բիզնեսի համար, կարվի, եւ այլն, այսինքն գործարան է ասում կանի, այսինքն այդ մարդը ընկալվում է որպես մարդ, որը լինելով խոշոր բիզնեսմեն մեծ կապերով, այդ թվում դրսում կարա անի, այն ինչ որ ասում է մանավանդ սոցիալ-տնտեսական ոլորտում, հիմա նաև, այսպես ասենք, ինքը ըստ էության առաջարկում է նաև որոշակի լուրջ այլընտրանքներ անվտանգության ոլորտում։ Մյուս ընդդիմադիր բևեռը, խոշոր բևեռի մասին է խոսքում, Բարգավաճ Հայաստանը ունի իր ավանդական, կարծում եմ, ընտրազանգվածը։ Իհարկե, ընտրազանգվածները երբեմն խաչվում են ընդհանուր առմամբ, այսինքն այնպես չի, որ ամեն մեկը ունի իր ստերիլ ընտրազանգվածը եւ միայն իրեն բնորոշ, թերևս բացի գուցե Քոչարյանից, որը ունի արմատական ընտրազանգված, որը իր հետ է հույսեր կապում, պատժելու եւ այլն, արդարություն վերականգնելու կապված այս իշխանությունների հետ։ Բարգավաճ Հայաստանի պարագայում ես կարծում եմ ավանդական իր ընտրազանգվածը ունի մանավանդ մարզերում, որովհետեւ կա նաեւ, ինչպես ասում են, հաջողված պատմություն նախկինում, հա, սա առաջի դեպքը չի, սա նոր քաղաքական ուժ չէ, իհարկե նոր ֆորմատով է, ավելի քաղաքականացված է, իր բնույթով դաշինքային տրամաբանություն ունի, բայց մեկ կուսակցության անվան տակ է, բայց ունի, ինչպես ասում են, success story նախկինից եկած, որ հետ աշխատել են Գագիկ Ծառուկյանի եւ այդ ուժի հետ եւ մարդիկ, որոնց մոտ նորից եկել է այս ուժը, իրենք կարող են երևի հույսեր կապել այս ուժի հետ եւ այս ուժը ես կարծում եմ բավականին ռեալ շանսեր ունի ոչ միայն անցողիկ լինել, այլ նաեւ մի քիչ էլ ավել լինել։ Չորրորդ ընդդիմադիր բևեռը դա միասնության թևերն են, որը նույնպես որոշ չափով ունի իր ունիկալ ընտրազանգվածը, դա ավելի լիբերալ, դա ավելի ազատական, դա ավելի երիտասարդական, կարծում եմ, շերտն է, ուսանողություն, IT ոլորտ, եւ ես կարծում եմ այս ուժը պետք է աշխատի իրենց վրա եւ այստեղ հնարավորություն ունի այդ սեգմենտը գոնե զգալիորեն իրենով անել։ Սա այն խոշոր հիմնական այն 4 ֆորմատներն են, որոնք մասնակցում են։ Ես կարծում եմ այս ընտրությունների առանձնահատկությունը եւ դրական պահը ընդդիմության համար նա է, որ հաջողվել է այնուամենայնիվ հիմնականում ձևավորել խոշոր միավորներ, մոտավորապես որոշ հաշվարկներով մոտավորապես 2 անգամ նվազեցնելով ձայների փոշիացման ընդհանուր ծավալը ընդհանուր առմամբ։ Եթե նախորդ ընտրությունում 21 թվականի 21 թե 22% էր այդ փոշիացման ծավալը եղել ձայների, ապա հիմա կանխատեսվում է, որ դա կարող է լինել 12-ից 13-14% ամենաառավելագույնս, եւ եթե նույնիսկ կան ուժեր, որոնք այնուամենայնիվ այդպես էլ լեզու չգտան խոշոր միավորների հետ եւ չտեղավորվեցին այդ ֆորմատներում, թեպետ շատ էր խոսվում դրա մասին եւ թվում էր, որ արդեն ամեն ինչ լուծված է, ես չեմ բացառում, որ այնուամենայնիվ միջև ընտրությունների ավարտը, այսինքն միջև այն ժամկետը, երբ դու կարող ես վերջնական կողմնորոշում ցուցաբերել, ասենք դուրս գալ օրինակ պայքարից, ի օգուտ ինչ-որ մեկի, չեմ բացառում, որ որոշ ուժեր իրենց քաղաքական միսիան կատարելուց հետո իրենք կարող են նույնպես հայտարարությամբ հանդես գալ, ովքեր որ հիմա դեռևս առանձին են, էլի մասնակցելու, ընդդիմադիրների մասին եմ ասում, հայտարարել, որ իրենք աջակցում են այս կամ այն քաղաքական խոշոր միավորմանը։ Սա նույնպես կարող ենք դիտարկել որպես եւ ստրատեգիական
այսպես ասենք, հնարք եւ տակտիկական առումով կարող է արդյունավետ միջոց լինել, որովհետեւ կան թեմաներ, որոնք կարող են օրինակ որոշ այնպիսի ուժեր ինչպես ՀԱԿ-ն է, օրինակ կան թեմաներ, որտեղ իրենք անգերազանցել են եւ շատ վտանգավոր Նիկոլ Փաշինյանի համար։ Ինչ վերաբերվում է թվերին, ապա քանի որ տարբեր սոցիոլոգիական հարցումներ կան եւ ինչպես ես նշեցի, շատ դեպքերում այդ սոցիոլոգիական հարցումների թվերը իրար հետ նույնիսկ չեն համադրվում, բացի մասնակցության թվերից, ապա միանշանակ հիմա խոսալ սոցիոլոգիական հարցումների թվերի մասին, ես կարծում եմ կոռեկտ չի լինի ընդհանուր, որովհետեւ շատ տարբեր են ընդհանուր առմամբ։ Իմ մոտ ամենայնպես այնպեսի տպավորություն է, ես դրա մասին շատ եմ խոսել, որ գրեթե բոլոր սոցիոլոգիական հարցումներով իշխանության իրական թիվը արձանագրվել է մինչև 25% ընդհանուր։ Ընդդիմադիրների տոկոսները բավականին խայտաբղետ են տարբեր։ Նույն քաղաքական ուժի մի սոցիոլոգիական հարցումը մոտավորապես նույն ժամանակահատվածում տալիս է 14%-ի մոտ կամ 13%-ի մոտ, մյուսը տալիս է 24%։ Եվ այլ եւ այլ, այստեղ, այսինքն խոսել սոցիոլոգիայի մասին բան, բայց մի բան հստակ է, նույնիսկ այն սոցիոլոգիական հարցումները, որոնք իրականացվել են ակնհայտորեն իշխանության կողմնակիցների կողմից կամ իշխանության պատվերով, իրենք հստակ ցույց են տալիս, որ քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ որևէ կերպ չի կարող մոտենալ մեծամասնության արդյունքին, այսինքն 50+1-ին, որևէ կերպ ընդհանուր առմամբ։ Մանավանդ եթե մասնակցությունը իսկապես շատ բարձր լինի, ել չեմ խոսում, եթե մասնակցի 60%-ը, այսինքն 1.5 միլիոն մոտավորապես մարդ։ Այդ պարագայում ես կարծում եմ հարցերը բոլորը փակված են լինում, որովհետև բարձր մասնակցությունը միանշանակ թույլ է տալիս ընդդիմությանը նույնիսկ առանց մեծ ճիգերի բարձր մասնակցություն, առանց մեծ ճիգերի նույնիսկ հաղթել ընտրություններում, իհարկե ամենայն հավանականությամբ կոալիցիոնը։ Իհարկե, այսօրվա իշխանության մարտավարությունը հիմնականում ուղղված է նրան, որպեսզի ապաթիայի մթնոլորտը ուժեղացնեն, մարդկանց դրդեն այն մտքին, որ որևէ բան միևնույն չի փոխվելու, ամեն ինչ որոշված է, եթե ամեն ինչ որոշված չլիներ, ապա իշխանության ղեկավարը նման կեցվածքով հանդես չէր գա, նման անլրջությամբ, այս աստիճան չէր անլրջացնի քարոզարշավը, թե իր արտաքին տեսքով, թե իր պահվածքով, թե իր այսպես ասենք անցուդարձով, իր կերակուրով անգամ եւ այլն եւ նույնիսկ փորձեցին փաստացի մինի կամ մաքսի սերիալ, մի հատ սարքեն բանի հետ կապված, այդ ամուսնության հետ կապված, բաժանվելու, ամուսնանալու եւ այլն այս բաների հետ կապված մի քիչ հնդկական բան։ Ես կարծում եմ չաշխատեց, որովհետեւ մենք չտեսանք նույնիսկ որ դա լուրջ արձագանք ունեցավ, որովհետեւ մարդիկ այդ բաժանման հետ կապված ի սկզբանե լրջագույն կասկածներ էին հայտնում եւ կարծես թե ուղղակի մարդիկ ընտրողները համոզվեցին, որ իրենք չեն սխալվել, արդեն իշխանությունը բավականին կանխատեսելի է դարել, նույնիսկ իր էքստրավագանտության մեջ, ասենց էկզոտիկ պահվածքի մեջ մարդկանց համար սովորական քաղաքացիների համար թե հպարտ, թե ոչ այդքան հպարտ, բայց արժանապատիվ քաղաքացիների համար ամեն ինչ շատ կանխատեսելի է դարձել։ Մարդիկ արդեն չեն զարմանում ոչ մի բանից։ Այս առումով ես կարծում եմ իշխանության ռեսուրսները ել ավելի ավելացնել իրենց ձայները բավականին սահմանափակ են։ Ընդդիմության ռեսուրսները ես կարծում եմ դեռևս աճելու տեղ ունեն, որովհետև շատ առնվազն երկու քաղաքական ուժ, առնվազն նորաստեղծ, իրենք նոր են մտնում քաղաքական ասպարեզ, այսինքն նոր են դուրս գալիս ստեղծվելու գործընթացից, այն սկզբնական իրենց գործընթացից կամ կառուցված ձևավորելու գործընթացից եւ հիմա շատ ավելի արագ են փորձելու զբաղվել նաեւ քարոզչությամբ ընդհանուր առմամբ։ Իհարկե ընտրությունը դա միայն քարոզչություն չէ եւ ընդդիմության կարծում եմ հիմնական խնդիրներից մեկը դա նաեւ սոցցանցերից
սոցցանցերից մի քիչ անջատվելն է, չանջատվել, այլ շարունակել սոցցանցային կամ մեդիա դաշտում այդ ակտիվությունը, որ իրենք ցուցաբերում են, երևի թե ավելի ռեալ աշխատանքներ ունենալ նաև կոնկրետ գետնի վրա տեղերում, համայնքներում կարողանալ շփվել մարդկանց հետ, այդ թվում այն մարդկանց հետ, ովքեր որ եղանակ են ստեղծում, հանրային տրամադրություններ են ստեղծում տեղում, եթե դա քաղաքներում է, դա այսպես կոչված բեսեդկաներում, եթե գյուղերում է, գյուղամիջերում, այսինքն այն մարդկանց հետ, ովքեր որ իրականում լոկալ հեղինակություն ունեն։